Հենրիխ Մխիթարյան 1989 թիվ Այստեղ է ամեն ինչ սկսվում։ Այդ տարվա հունվարի 21-ին լույս աշխարհ եկավ Հենրիխը։ Նա ծնվեց Երևանում, բայց մեծացավ Ֆրանսիայում, քանի որ իր հայրը Համլետ Մխիթարյանը, ով նույնպես ֆուտբոլիստ էր, հանդես էր գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ում։ Ցավոք նա վաղ մահացավ 33 տարեկանում ուղեղի քաղցկեղից, երբ Հենրիխը ընդամենը 7 տարեկան էր։ Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին, թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։ Սան Պաուլո Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա, Սան Պաուլո ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր, ստեղծագործական ոճը, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Ընդհանուր առմամբ տիրապետում էր 7 լեզվի՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և իտալերեն։ Փյունիկ Այստեղ է սկսվում նրա ֆուտբոլային կարիերան։ Առաջին անգամ Փյունիկի մեծահասակների հավաքականում հանդես է եկել 2006 թվականին, 17 տարեկան հասակում։ 4 տարի անընդմեջ 2006-ից 2009 թվականներին Փյունիկի հետ հաղթել են Հայաստանի Պրեմիեր լիգան, 2007-ին և 2009-ին Հայաստանի սուպերգավաթը և 2009-ին նաև Հայաստանի գավաթը։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է թիմի 70 խաղերին և դարպաս ուղարկել 30 գնդակ։ Փյունիկի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն հաստատել է, որ լեգենդ դառնալու համար երիտասարդ Հենրիխը լավ ուղի է անցել։ Մետալուրգ 2009 թվականին Մխիթարյանը սկսեց խաղալ Դոնեցկի Մետալուրգ ակումբում։ Եվրոպա լիգայի առաջնախաղին նա խփեց 1 գոլ բելառուսական Մինսկի Պարտիզանին։ Մխիթարյանը խաղաշրջանը ավարտեց 38 ելույթում 14 գոլով։ Հաջորդ խաղաշրջանին 21-ամյա Մխիթարյանը դարձավ պատմության ամենաերիտասարդ ավագը Դոնեցկի Մետալուրգի։ Իր երկրորդ խաղաշրջանում նա խաղաց 9 խաղ և խփեց 3 գոլ։ Ընդհանուր առմամբ նա Մետալուրգում խաղաց 47 խաղ, խփեց 17 գոլ։ Մյուս մրցաշրջանում նրան սպասում էր ավագի թևկապը, սակայն օգոստոսի 30-ին Մխիթարյանը կնքեց $7.5 միլիոն արժողությամբ գործարքը, անցնելով Պրեմիեր լիգայում իշխող չեմպիոն Դոնեցկի Շախտյորին։ Շախտյոր Շախտյորի մարզաբազան Մետալուրգի մարզաբազայից 15 րոպե հեռավորության վրա էր, որոնց միջև բացվել էր հայկական ռեստորան, որտեղ շատ լավ սպասարկում էր։ Շախտյորի ամբողջ առաջին մրցաշրջանում Մխիթարյանը խաղաց հենակետայինի դիրքում, ինչը նրան դուր չէր գալիս։ Ինչևէ, հաղթեցին առաջնությունում, 7 միավոր առաջ անցնելով Կիևի Դինամոյից, նվաճեցին նաև Ուկրաինայի գավաթը, եզրափակիչում հենց Դինամոյին պարտության մատնելով։ Չեմպիոնների լիգայում փայլում էին, 1/8-ում երկխաղի դիմակայության արդյունքում հաղթեցին Ռոմային 6-2 հաշվով։ Քառորդ եզրափակչում պետք է մրցեին Մեսսիի, Չավիի, Ինիեստայի հետ, նրանց մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Թիմի սեփականատեր Ախմետովը եկավ դաշտ Հենրիխին և իր թիմակիցներին ոգևորելու, ասելով, որ յուրաքանչյուրին կտա $500 միլիոն, եթե հաղթեն Բարսելոնային և անցնեն կիսաեզրափակիչ։ Առաջին խաղը Կամպ Նոյում էր, Բարսելոնան հաղթեց 5-1 հաշվով։ Պատասխան խաղում նույնպես հաղթանակը տարան կապտան-ըռնագույնները 0-1 հաշվով։ Երկրորդ խաղից հետո Մխիթարյանը բարկացած և հիասթափված գնում էր դեպի հանդերձարան տանող թունել։ Նկատեց, որ Գվարդիոլան Լուչեսկոյի հետ է խոսում և իրեն մատնացույց անում։ Եվ հետո պարզ և շատ հստակ լսեց մի նախադասություն. «Այդ տղան շատ ուժեղ խաղացող է»։ Դորտմունդի Բորուսիա 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը Շախտյորից տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի Բորուսիա ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար Բորուսիան վճարեց €27.5 միլիոն, իսկ Հենրիխը դարձավ Դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էր դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ Լիվերպուլը ցանկանում է գնել Մխիթարյանին։ Սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։ Կային շատ գործոններ, որոնք ստիպեցին Հենրիխին տեղափոխվել Դորտմունդ։ Առաջինն իհարկե եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելն էր, որը նոր հեռանկարներ էր բացում Մխիթարյանի համար։ Այստեղ կային նաև այն ժամանակի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և Մարիո Գյոձեի գործոնները։ Գյոձեն հեռացավ, իսկ թիմը փնտրում էր նրան փոխարինող։
Առաջին մրցաշրջանը Բորուսիայում հարթ չընթացավ։ Նա խփեց ընդամենը 9 գնդակ և հուսքորդ կայքի արդյունքներով Եվրոպայի թոփ 5 լիգաներում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը 7,6 միջին գնահատականով։ 2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել է 442 ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում 84-րդ հորիզոնականը։ Հետագայում մի շարք վնասվածքների պատճառով տուժեց և Մխիթարյանը, և ամբողջ թիմը։ Ակումբը անընդհատ վարկանշային աղյուսակում հետընթաց էր ապրում։ Այդ ամենից հետո Կլոպը հեռացավ Բորուսիայից և գլխավորեց Լիվերպուլը։ Ակումբը եկավ Տոմաս Տուխելը։ Տոմասի հետ Մխիթարյանը հենց սկզբից լավ հարաբերություններ ուներ։ Տուխելը Հենրիխին նվիրեց Թիմոթի Գալուեի «Թենիսի հաջորդ խաղի հոգեբանությունը» գիրքը։ Բորուսիայի 2015-16 մրցաշրջանում 55 խաղում Հենրիխ Մխիթարյանը խփել է 23 գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ։ Մանչեսթեր Յունայթեդ 2016 թվականի հունիսի 15-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ իր ներկայացուցիչը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ։ Յունայթեդը այդ տրանսֆերի համար վճարեց 42 միլիոն եվրո։ Մխիթարյանը կնքեց 4 տարվա պայմանագիր տարեկան 12 միլիոն ֆունտ աշխատավարձով։ Հենրիխը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ վատ հարաբերությունների մեջ էր գտնվում, սակայն դա չխանգարեց, որ նա լավ մրցաշրջան անցկացնի, հաղթելով Եվրոպա լիգան, դառնալով լավագույն ռմբարկոն Եվրոպայի լիգայի այդ խաղարկության։ Մխիթարյանը նաև գոլ խփեց եզրափակչում Այաքսի դեմ։ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Իբրահիմովիչի փոխանցմամբ Հենրիխը խփեց իր լեգենդար կարիճ գոլը Սանդերլենդի դարպասին։ 2017-2018 մրցաշրջանը Մխիթարյանի համար լավ սկսվեց։ Պրեմիեր լիգայի առաջին խաղերում դարձավ 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, բայց միջազգային դադարից հետո Մխիթարյանը լավ շարունակություն չկարողացավ հաղորդել։ Ավելի լարվեցին նրա և Մոուրինյոյի միջև հարաբերությունները։ Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի Արսենալ։ 2018 թվականի հունվարի 22-ին իր ծննդյան հաջորդ օրը Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց զինագործների հետ։ Նրա աշխատավարձը շաբաթական կազմում էր մոտ 142,000 եվրո։ Մխիթարյանի փոխարեն Մանչեսթեր Յունայթեդը գնեց Ալեքսիս Սանչեսին։ Մխիթարյանը իր նորամուտ Արսենալում նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի Քրիստալ Փելասի դեմ խաղում, իսկ Էմիրեյթ ստադիոնում իր առաջին խաղը կայացավ փետրվարի 3-ին Լոնդոնի Էվերթոնի դեմ։ Այդ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Արսենալի կազմում առաջին գոլը խփել է մարտի 8-ին Սան Սիրո մարզադաշտում Եվրոպա լիգայի փլեյօֆ փուլի 1/8 եզրափակչում կայանալիք Միլանի հետ խաղում։ Հանդիպման 15-րդ րոպեին Մեզուտ Օզիլի կատարած փոխանցումից հետո Մխիթարյանը հարված կատարեց դարպասին և Լեոնարդո Բոնուչիից անդրադարձով գնդակը հայտնվեց Ջանլուիջի Դոննարումայի պաշտպանած դարպասը։ Արսենալը այդ խաղում հաղթեց 2-0 հաշվով։ Ռոմա 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց իտալական Ռոմա մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը։ Վճարման արժեքը 3 միլիոն եվրո էր։ Հենրիխը իր առաջին խաղը նոր թիմի կազմում անցկացրեց սեպտեմբերի 15-ին Սասուոլոյի դեմ մրցավեճում, որտեղ դարձավ գոլի հեղինակ։ Չնայած որ Մխիթարյանը վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը, նա հարմարվեց Ռոմային ու դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2020 թվականի օգոստոսի 30-ին Ռոման գնեց Մխիթարյանին։ Նոյեմբերի 5-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի ռումինական Կլուժի դեմ մրցավեճում Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց հակառակորդի դարպասը, այդպիսով դառնալով իր թիմի ամենաարագ գոլի հեղինակ այդ մրցաշարում։ Նոյեմբերի 8-ին Հենրիխը Ջենոյայի հետ խաղում հետրիկ ձևակերպեց, իսկ նոյեմբերի 22-ին արդեն Պարմայի հետ հանդիպմանը նա դուբլ արեց։ Այդ ամիս նա ճանաչվեց Ռոմայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2021 թվականին Մխիթարյանը Ռոմայի առանցքային խաղացողներից մեկն էր։ Նա անցկացրեց շատ հաջող մրցաշրջան, իսկ ամռանը երկարացրեց պայմանագիրը։ Ռոմայի գլխավոր մարզիչ դարձավ Մոուրինյոն, որին Հենրիխն արդեն հանդիպել էր Մանչեսթեր Յունայթեդում։ 2022 թվականին Մխիթարյանը Մոուրինյոյի գլխավորությամբ շարունակեց մնալ մեկնարկային կազմում։ Նա հաղթեց իր կարիերայի երկրորդ եվրագավաթը Կոնֆերենցիաների լիգան։ Եզրափակչում Ռոման հաղթեց Ֆեյենորդին 1-0 հաշվով, ինչից հետո Մխիթարյանը լքեց Ռոման և տեղափոխվեց Միլանի Ինտեր։
Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականից մինչև հիմա խաղում է «Ինտերում»։ Այս տարիների ընթացքում «Ինտերի» կազմում նախահաց 187 խաղ և խփեց 12 գոլ, դառնալով 19 գոլային փոխանցման հեղինակ։ Նվաճեց 2-ական սկուդետո, Իտալիայի գավաթ և Իտալիայի սուպերգավաթ։ Այդ ընթացքում նրա ամենահիշարժան խաղերից մեկը 2022 թվականի մայիսի 6-ի Բարսելոնայի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պատասխան խաղն էր Ջուզեպպե Մեացիայում։ Առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով։ 21-րդ րոպեին Լաուտարո Մարտինեզը բացեց հանդիպման հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում իրացնելով 11 մետրանոճը Չալհանօղլուն «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց։ Երկրորդ խաղակեսում նախ Էրիկ Գարսիան, այնուհետև Դանի Օլմոն մեկական գոլ խփելով հավասարեցրին հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Ռաֆինյան հաշիվը դարձրեց 3-2 և առաջ մղեց Բարսելոնային։ Հենրիխը նայեց տրիբունաների մարդկանց և տեսավ, որ նրանք հեռանում են։ Այդ ժամանակ նա մտքում ասաց. «Ինչու չեն հավատում, ինչու են այսքան շուտ հանձնվում»։ Վերջին րոպեներին Աչերբին գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ առաջին խաղակեսում Ֆրատեզին հաշիվը դարձրեց 4-3 և «Ինտերը» անցավ եզրափակիչ։ Այդ ժամանակ Մխիթարյանը հասկացավ, թե ինչքան բան են կորցրել այն երկրպագուները, ովքեր այդքան վաղ հեռացան։ Հետաքրքիր փաստ էր. 2012-13 մրցաշրջանում Մխիթարյանը Շախտյորում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է եղել՝ 2507 րոպե, մասնակցել է 29 խաղի, խփել ռեկորդային 25 գոլ, ընդ որում ձևակերպելով 1 հետրիկ, 6 դուբլ և ընդամենը 1 11 մետրանոց հարվածի իրացում։ Երկրպագուները և խաղանկերները Հենրիխին անվանում են Միկի կամ Մեջիկ Թարյան, իսկ ռուսները Սամվել Լուչիզարյան, Գենրիխ Մխիթարյան։ Առաջին հայն է, ով խաղացել է Պրեմիեր լիգայում, առաջին հայն է, ով մասնակցել և գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Եթե հավանեցիք տեսահոլովակը, գնահատեք այն քոմենտներում, բաժանորդագրվեք ալիքին և լայքեր դրեք։